90 խուզարկություն, 14 ձերբակալված եւ եւս 14 անձի նկատմամբ էլ քրեական հետապնդում։ Քննչական կոմիտեն հաղորդում է սրբազան պայքար անվանումը կրող շարժման ղեկավարների ու մասնակիցների դեմ ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության գործով իրականացրած քննչական գործողությունների արդյունքների մասին։ Պատմության մեջ հաճախակի էին ոչ միայն հեղաշրջումները, այլև դեպքեր, երբ գործող իշխանությունը իր դիրքերը պահպանելու կամ ամրապնդելու համար դիմել է հեղաշրջման փորձի մեղադրանքներին, ընդդիմախոսներին լրացնելու, ձերբակալելու կամ նույնիսկ ոչնչացնելու համար։ Սա քաղաքական պայքարի հինավուրց եւ բավականին արդյունավետ մեթոդ է։ Քաղաքագետներ Ռոբերտ Ղևոնդյանն ու Բենյամին Մաթևոսյանը այս գործողությունները կապում են 2026-ին սպասվելիք ընտրությունների հետ։ 2026 թվականի հունիսին ընտրությունների միջոցով իշխանություն ստանալ այս քաղաքական ուժը չի կարող։ Դա հնարավոր չէ, որովհետև հասարակության մեջ տարբերությունը այն մարդկանց, ովքեր դեմ են իրենց եւ այն մարդկանց, ովքեր դեմ են Հայաստանի ներկա իշխանություններին, շատ մեծ է։ Շատ ավելի շատ են մարդիկ, ովքեր դեմ են այդ քաղաքական ուժին, քան մարդիկ, ովքեր դեմ են այս իշխանություններին։ Չի կարող այդպես պատահել, որ ներքին բախումներ սկսվեն, ինչի համար, որովհետև այն մարդիկ, ովքեր պատրաստ են այս քաղաքական ուժի համար փողոց դուրս գալ, ակնհայտորեն քիչ էին մինչ այսօր արդեն երբ պարզ դարձավ, որ այդ մարդիկ նույնիսկ իրենց հետևորդներին շատ վատ են վերաբերվում։ Եթե փողոց դուրս գան ցուցարարներ եւ իշխանությունները հրահրեն բախումներ, դա իրենց համար լեգիտիմ հիմք է տալու Հայաստանի Հանրապետությունում օրինակ մտցնել արտակարգ ռեժիմ, արտակարգ իրավիճակ։ Դա իր հերթին կնշանակի, որ կսահմանափակվեն շատ ազատություններ, հավաքների ազատությունից մինչև խոսքի ազատություն, ընդհանուր մինչև կարող հասնի նրան, որ ընտրական գործընթացների վերաբերյալ, նրանց ժամկետների, չգիտեմ, բովանդակության նաև վերաբերյալ կարող են որոշակի փոփոխություններ տեղի ունենալ։ Պատմությունը լի է օրինակներով։ Ստալինյան բռնապետության տարիներին ԽՍՀՄ-ում հազարավոր անմեղ մարդիկ մեղադրվեցին հակահեղափոխական դավադրությունների եւ հեղաշրջման փորձերի մեջ, ինչը Ստալինին թույլ տվեց վերացնել ցանկացած պոտենցիալ մրցակից։ Մաո Ցեդունի մշակութային հեղափոխության ընթացքում Չինաստանում հազարավոր մարդիկ հետապնդվեցին, մեղադրվելով կապիտալիստական ճանապարհի հետևորդներ լինելու եւ կուսակցությունը տապալելու փորձերի մեջ։ 2016-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում նախագահ Էրդողանը սկսեց լայնածավալ մաքրումներ, որոնց ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ ձերբակալվեցին, հաճախ հեղաշրջման հետ կապի կամ հակաիշխանական տրամադրությունների մեղադրանքով։ Տեսեք, մենք ունեցել ենք հոկտեմբերի 27, մարտի 1, Սասնածռերի գործողություններ եւ այլն, եւ բոլոր դեպքերում գործողությունները ուղղված են եղել ընդդեմ իշխանությունների հեղաշրջում իրականացնելու, իշխանություն նույն որոշ դեպքերում ստանալու, որոշ դեպքերում զավթելու։ Այս դեպքում մենք բախվում ենք ոչ թե իշխանության զավթման, այլ բացարձակապես այլ երկրի ներսում ահաբեկչություն գործադրելու հետ, որովհետև թունել պայթացնելը, մարդկանց գնդակահարելը, ապակիներ կոտրելը, չգիտեմ, մեքենաներ վառելը, սրանք բոլորը ահաբեկչական գործողություններ են։ Կարևոր չէ նպատակը որն է իշխանություն ստանալ, զավթել, վերցնել, թե եւ այլն, բայց ահաբեկչական գործողությունները բացարձակապես այլ բնույթի գործողություններ են։ Ավելի հավանական է սցենարը, որ նոր մարտի 1-ի պարագայում նա կկրկնի այն, ինչ տեղի ունեցավ 2008 թվականին, քանի որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր գործողությունների արդյունքում ինքը քաղաքական պայքարի դաշտ է մղել նաև խոշոր կապիտալի սեփականատերերից մեկին, նա հիմա պարզապես փորձում է այս տեսակ քաղաքական քայլերով ապահովագրել ինքն իրեն։ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներից դատելով հեղաշրջման փորձը ենթադրաբար պետք է տեղի ունենար կաթողիկոսի օրհնությամբ եւ Սամվել Կարապետյանի աջակցությամբ։ Ինչպես նա գրել է, իրավապահները կանխեցին քրյա օլիգարխակղերական խոշոր եւ եղկելի պլանը։ Յուրահատուկ նաև ազդակ է Սամվել Կարապետյանին, ազդակ է ցանկացած շրջանակի, որը կցանկանա քաղաքական հայտ ներկայացնել կամ արդեն իսկ քաղաքական հայտ է ներկայացնել, որ իրենք իմանան, որ Նիկոլ Փաշինյանի դեմ գործողություններ իրականացնելիս բացարձակապես օրինական գործողությունների մասին եմ ես էլի այս պարագայում նույնիսկ խոսում, նույնիսկ այդ պարագայում այդ մարդիկ ապահովագրած չեն լինելու քրեական հետապնդումներից, ճնշումներից եւ այլն եւ այդպես շարունակ։ Սահմանադրական կարգի տապալմամբ հեղաշրջման փորձի կանխում, թե իրավական փաթեթով քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու գործողություն։ Քաղաքագետների բանավեճը շարունակվում է։ Անի Հովհաննիսյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։